Երեխեք կլինի ես կոորդինացնեմ, լավ։ Անի Գևորգյան։ Բաղարիկյան դուք նախ ցուցակի հետ կապված, որոշակիություն չկա առաջի, երկրորդ, երրորդ համարների հետ կապված ովքեր են եւ դուք ասացիք, որ չեք միանա, այսպես միասնական ընդդիմություն չի ձևավորվի, դուք չեք միանա, եթե Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը որպես վարչապետ լինի, բայց օրինակ Անդրանիկ Թևանյանի ներկայությունը ձեր ծրագրի շուրջ մարդկանց մոտ կասկածներ է առաջացրել։ Ուրեմն Անդրանիկ Թևանյանը վաղուց Քոչարյանի թիմից դուրս է եկել, մանդատը դրել էր իր համար, կուսակցություն էր ստեղծել, կարող եք այդ հարցը Անդրանիկին տալ, եւ ես նայելով, որ այսօր այդ մարդը լիարժեք իր գաղափարը, իր թիմը, իր մոտեցումը, որը հոգեհարազատ է, հրավիրել եմ, խոսել ենք եւ լիարժեք մարդը կոալիցիա չի կազմել, այլ եկել է հանուն այս վիճակից դուրս գալու համար։ Ես ասեմ, այսօր մարդ չկա, որ մենակ կամ մի կուսակցություն կարող է այս խնդիրը կարգավորի։ Այսօր հիմնական խնդիրը պետք է միավորվեն բոլոր իրար հետ։ Մեր ժողովրդի վիճակը այսօր երբեք այդպես չի եղել, դուրս եկեք դուրս, ամբողջ աշխարհի հայությունը խեղճացած, կոտրված, ընկճված մտքերի մեջ է։ Այսօր կուսակցական հասկացությունը պետք է մոռանանք։ Պետք է լինի ազգովի, իրար կողքանը, ես ասենք, թե ինչքան որ մարդկանց հրավիրել եմ, բանի մած, որը ղեկավար է եղել, որը արդ ոլորտի պատասխանատու է եղել, իրենք ասում են, որ մեզ պաշտոն պետք չի, մենք պաշտոնի համար չենք եկել, եկել ենք մեր պետության, մեր ժողովրդի համար, մանդատի համար, որ ասել եմ, կան, ասենք դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկներ, տնտեսագետներ, տարբեր պատասխանատուներ, պարոն Ծառուկյան, մենք ժողովրդին խոսք ենք տվել, որ մենք չենք եկել մանդատի համար, դրա համար մեր ցուցակը քաղաքական, ասենք, իմ թիմակիցներն են, բայց մեր մոտ, ասենք, թե շատ պատրաստված, բանիմաց, խելացի, սրտացավ մարդիկ կան, որ հասկացել են, որ այսօր պետք է ազգը միավորվի, նստելով չի լինում, որ այս վիճակից մենք դուրս գանք։ Տեսեք, Ձեր շանսերը առաջին 3 համարը չասացի։ Ինչ ասեմ առաջին։ Ցուցակի։ Առաջին 3 համարը առաջինը ես եմ, երկրորդը Թևանյանն է, Լուիզանը, անընդհատ ախիվետա պետք է փոխենք, չէ՞ կարգավիճակը մի քիչ։ Դեռ երիտասարդ է, ժամանակ չի։ Երիտասարդ է, բայց ժողովուրդը հոգնում առամեն անգամ նույնը տեսնելու։ Պետք է փոփոխենք, հնարավորություն տանք։ Ես նորից եմ ձեզ ասում, ժողովուրդ, դուք եք հայ, ես երկրում ապրում եք, բոլորս էլ ուզում ենք լավ ապրենք։ Հիմնական խնդիրը ձեզ ասեմ, ինչ ասում եմ, դրա պատասխանատուն եմ ես, որ անպայման ցանկացած ոլորտ ով պետք է ղեկավարի, ով կազմակերպի, նա պետք է փորձառու լինի, փորձ ունենա, արդյունք ցույց տված լինի, կապ չունի կուսակցական պատկանելություն, կապ չունի ազգանունը, մարդը պետք է այդ ոլորտում աշխատի։ Այ ջան, մի րոպե, զարմող հարցներ են։